Հայկական ազգայնականության ձևավորման փուլերը։ Հենց այս թեման է դարձել Բաքվում կազմակերպված հերթական գիտական սեմինարի առանցքը։ Նպատակային է ցույց տալու հայ կերպարը որպես, ասպես ասած, նոր ֆաշիզմի տեսանկյունից։ Սա ադրբեջանական մեկնաբանություն է, երբ որ ուսումնասիրում ենք իրենց դասագրքերը, ուսումնասիրում ենք նման սեմինարների արդյունքում հրապարակած նյութերը, այնտեղ հայի կերպարը ներկայացնում են որպես զավթիչի, որի փոր օտար հողեր են նվաճել։ Քննարկումների հիմքում հատկապես 20-րդ դարաշրջանի իրադարձություններն են, մասնավորապես 1918 թվականը եւ Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումը։ Ադրբեջանական կողմը փորձում է այն ներկայացնել իբրև ադրբեջանական տարածքների վրա ստեղծված պետություն, առաջ տանելով նաև հայերի եկվոր լինելու թեզը, այն հասցնելով մինչև 19-րդ դար։ 1820 թվական, 28 թվական եւ 1800-ական թվականները պատահական ընտրված չեն։ Գիտենք, որ այս ժամանակահատվածում, երբ որ Գյուլիստանի պայմանագիր, այնուհետև Թուրքմենչայի պայմանագիրը երբ որ ստորագրվեց, որոշակի վերաբնակեցման քաղաքականություն նաև իրականացվեց։ Մինչդեռ պատմաբանները հիշեցնում են, ցարական Ռուսաստանի վերաբնակեցման քաղաքականությունը պայմանավորված էր տարածաշրջանում իր ռազմաքաղաքական դիրքերը ամրապնդելու նպատակով։ Դա ներկայացնել որպես հայերի եկվորության ապացույց որևէ գիտական հիմք չունի։ Սա ընդհանրապես քոչվոր ցեղին, ով որ սեփական ինքնություն չունի, սեփական պատմություն չունի, սեփական ընդ որում տարածք չունի, յուրահատուկ մեխանիզմ է յուրացնելու եւ հետագայում նաեւ ոչնչացնելու տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ստեղծած արժեքները։ Իսկ ինչու է այս փուլում կրկին ակտիվացվում հայկական ազգայնականության թեման։ Այդ պետության կայացման եւ ապագայի համար ցանկացած հայկական բան դա վտանգ է, ռիսկ է եւ ոչնչացման ենթակա է։ Դա լինի հայ առաքելական եկեղեցին, դա լինի հայկական ինքնագիտակցությունը, դա լինի ազգային որևէ ինքնության դրսևորում։ Փորձագետների համոզմամբ իրական խաղաղության մասին խոսել հնարավոր կլիներ միայն հստակ պայմանների դեպքում։ Եթե վերականգնվեր Արցախի նախապատերազմյան ստատուս քվոն, առանց նախապայմանների վերադարձվեին Բաքվում պահվող հայկերիները եւ ադրբեջանական զինված ուժերը դուրս բերվեին Հայաստանի սուվերեն տարածքից, Գորիս-Սկապան ճանապարհի անցակետից մինչև օկուպացված հատվածներ։ Բազմաթիվ նախապայմաններով Ադրբեջանը ասում է այո, պատրաստ ենք խաղաղության, բայց իսկ ներքին լսարանում պատերազմից հետո որևէ կերպ ոչ հայատյացության մակարդակն է իջել, հակառակը միայն սրվել է, ոչ հակահայկական քարոզչությունն է քչացել, ոչ էլ սպառնալիքները, այդ թվում երկրի առաջին դեմքերի կողմից շարունակաբար ներքին աուդիտորիային պատրաստում են իհարկե լրիվ այլ սցենարի։ Ադրբեջանի պաշտոնական խոսույթում խաղաղության մասին հայտարարությունները հաճախ ուղեկցվում են լրիվ հակառակ բովանդակությամբ ձևակերպումներով։ Թրիփը ներկայացվում է որպես Զանգեզուրի միջանցք, Հայաստանը արևմտյան Ադրբեջան, իսկ խաղաղությունը որպես հայոց պետականության վերացման ճանապարհ, շեշտում է Կովկասագետը։ Մի երկիր, որը Չակերտյալ ասած, որը ունի մանկական բակային խաղ, որի անունը հայերի ցեղասպանություն է, եւ որը բակային խաղի մակարդակից վեր է ածվել տարբեր ուսումնական հաստատություններում կիրառվող ծրագրի բաղադրիչ, ինքը խաղաղության օրակարգ եւ չի կարող ունենալ եւ իրենք տարածաշրջան ընդհանրապես տեսնում են առանց հայկական պետականության։ Արևմտյան Ադրբեջան եզրույթը եւ այն տարածող կազմակերպությունների գործունեությունը փորձագետների համոզմամբ փաստում են մեկ պարզ իրականություն։ Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնություններ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Եվ հենց այս պատճառով, ասում են մասնագետները, կարևոր է չփայփայել սին սպասումներ։ Դա չի նշանակում, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, պարզապես նշանակում է պետք է մնալ զգոն։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։